Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես արդեն լավ եմ, հուսով եմ, որ դուք էլ եք լավ։ Ինչի ես արդեն լավ եմ, որովհետև երեք մի քիչ ճիշտն ասած տրամադրությունս գցեցի, որովհետև վիդեոն սկսեցի, նստեցի, մի քիչ ձեզ հետ զրուցեցի, ձեր հարցերին պատասխանեցի, սենց մի քիչ ոգևորված, լավ իմաստով ոգևորված, ոչ վատ իմաստով, ու հետո գնացի խոհանոց, որ ժուլիեն պատրաստեմ ձեզ հետ, միասին պարզվեց, որ իմ վիդեոն չի ձայնագրվել, այսինքն սկիզբը չկա, ժուլիենը կա, սկիզբը չկա, ժուլիենի կեսն էլ չկա, այն որ ասում երբ սկսել եմ արդեն հավիդեոշն ու սունկը կտրատել, չկա այդ մասն էլ, այդ հատվածն էլ չկա, բայց բարեբախտաբար շուտ նկատեցի և որ ասում կանխեցի տոտալ տխրությունը, բայց վիդեոյի սկիզբը չկա, հիմա ինչ անենք, այսօր առավոտ արթնացա, գնացի աշխատանքի, ետ վերադարձա, հաց կերա ու ասեցի լավ մի փոքրիկ պարկեմ, հելնեմ սկիզբը գոնե վիդեոյի նկարեմ նորից, հիմա դե մարդ ես, ու առանց սկիզբ չես տեղադրի վիդեո։ Սամոնու էլ ընչոնել էին եկել, իրանք էլ հաց կերան, ես էլ հաց կերա, ասեցի երեխեք գնում եմ մի քիչ պարկեմ, ու դենց մոտավորապես բուդիլնիկ դրեցի, ես 3:30 կարթնանամ, ինչու, որովհետև առավոտը որ շուտ եմ արթնանում, որ գալիս եմ տուն, ոնց որ ուզենամ քնել, ես շատ երկար քնող չեմ, անկեղծ ասած, բայց չեմ սիրում, որ ինձ բուդիլնիկն է քնից հանում, ոնց որ դա ինձ չի թողում իմ քնով արթնանամ, ու դրա այս պատճառով ոնց որ անկախ ինձնից անդադ մտածում եմ, որ իմ քունը կիսատ է։ Հարցնում եք, քանիսին եմ արթնացել 5:30 առավոտը, դրա այս պատճառով եմ, որ ասում քունս մի քիչ կիսատ է մնացել։ Մի խոսքով եկա, պարկեցի, ասեցի մի ժամ քնեմ։ Բուդիլնիկ դրեցի։ Բուդիլնիկը զանգում է, ես նորից քնում եմ, բուդիլնիկը զանգում է, ես նորից քնում եմ, ու մեկ էլ զանգ եկավ հեռախոսի վրա, վերցնեմ տնամ Նանիկն է, մեծ աղջիկս, գնացել է ստաժիրովկայի ուրիշ քաղաք, այսօր առավոտը, արդեն հասել էր գիտե իհարկե խոսացել էինք, բայց որ զանգեց, ասեցի տեսնեմ ինչ է, ու սենց կիսաքուն մի աշկով սենց բացած հեռախոսը վերցել եմ, վիդեո զվանոկ անում, նայում ինձ ասում մամ, էդ քնած էիր, ասում եմ հա, վայ, ասում եմ լավ անջատեմ նորից քնի, ասում եմ չէ, չանջատես, ասում եմ բուդիլնիկ ինչ ստացվեց ինձ քնից անել, քեզ ստացվեց, ուր ես անջատում, նորից կքնեմ, վիդեոս կմնա։ Մի խոսքով ցույց տվեց իր սենյակը, որը տրամադրել են ստաժերովկի ժամանակ, ինքը ապագա հոգեբան է, 1 տարուց կդառնա դիպլոմով հոգեբան, ինստիտուտում է սովորում, արդեն 4 տարի է, ու հիմա իր վերջնական ոնց որ ստաժերովկան է հիվանդանոցում, Լիոնում քաղաքում չի ստաժերովկան, մեկ այլ քաղաքում է, դրա պատճառով այնտեղ է մնալու 2 օր, ոնց որ 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 3 օր ընտեղ է մնալու, 5 շաբթի ուրբաթ շաբաթ կիրակի կգա կմնա տանը, ու նորից է գնալու, տենց 1 ամիս, հետո ավելի երկար է մնալու, մի խոսքով, երեք շատ ծանր հրաժեշտ էր, պատատվել եմ, պատճում եմ, ասում եմ մամա, բա ինչ ես անելու, երբ որ տեղափոխվեմ ուրիշ տեղ ապրեմ, ասում եմ քեզնից շուտ իմ չամադանները կդասավորեմ, կկայնեմ տրանտեմը։ Մի խոսքով, էդ էլ իմ քնից արթնանալը Նանիկը հանեց, ռում տուր արեց, ասում Արիքու համար մամա ռում տուր անեմ, շատ լավ սենյակ են տրամադրել, հատուկ ոնց որ այդ հարկը, հիվանդանոցում այդ հարկը տրամադրված է հենց ստուդենտների համար, որոնք ստաժերովկա են անում, ունեն ամեն մեկը իրանց սենյակը, սենյակ ասելով, ոնց որ մեկ սենյականոց կվարձ իր բաղնիկով, դուշևոյով, սենյակով, իր սեղանաթորը, որ դասեր անի, հա, այդ ընթացքում ուտելիքն էլ, սնունդն էլ իրանք տրամադրում են, եթե չէ, ապա ինքը կարող է իրենը գնել և իհարկե այդպես, հա, մի խոսքով, հա, այդ էլ մեր Նանիկի ստաժերովկան, մեր ապագա բժշկուհու, այդպես սիրելիներս, եկեք նորից նույն հարցերին նորից պատասխանեմ, չգիտեմ ոնց կստացվի, ինչ ինտուզիազմով կստացվի այս անգամ, բայց դե որ ասել եմ պետք է անեմ, հիմա ինչ հարած։ Ահա, 1 վայրկյան մի հատ տեսնեմ, որովհետև այստեղ շատ ունեմ սկրին արած պահած, էսի Արմենի հին հեռախոսն է, սրանով եմ ձեզ պատասխանում։ Տեսնեմ հլե այսօրվանա,
Չէ, սրանք հին սկրիներն են։ Եկեք գիտեք ինչ անեմ, այս սկզբից սկսեմ, որ ավելի ճիշտ լինի, հետո կամաց կիջնենք։ Այստեղ արևհատ ասատրյանն է, երևի ասրյան, արևհատ ասրյանն է գրել, մի քիչ քո մասին պատմի, երևի թե, որտեվ պատ ու իա, ասում ես գրել, չգիտես ինչու, ուրեմն բացատրում եմ, երևի թե նոր եք միացել ալիքին, որովհետև եթե վաղուց լինեիք, ապա բազմիցս պատմել եմ դրա մասին։ Ծնվել եմ Հայաստան, 7 տարեկանից գնացել ենք Ռուսաստան, առաջի դասարանս անմիջապես գնացել եմ Ռուսաստանում ու շատ դժվար ա եղել իրականում ինձ համար, որովհետև մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, որտեղ քույրիկս պետք է ծննդաբերեր։ Ես 7 տարեկան էի, օգոստոս ամսին քույրիկս ծննդաբերել ա, մենք օգոստոսի երևի թե կամ հուլիսի վերջն ենք գնացել, վերջի շաբաթը, կամ օգոստոսի ամենասկիզբը, որովհետև օգոստոսի 9-ին քույրիկս ծննդաբերեց եւ իհարկե սեպտեմբերի 1-ից արդեն դպրոց ու իրականում շատ դժվար էր, որովհետեւ մի անգամից գնալ դպրոց, որտեղ դու չգիտես բոլորովին ոչ մի բառ ռուսերեն, ինձ ոնց որ սենց տարան, կարելի ասել գցեցին անծանոթ միջավայր ու ես պետքա ընտելանայի ու սովորեի այդ լեզուն, կարելի ասել մայրիկս ավելի շատ զբաղված էր քույրիկիս երեխայով, առաջնեկն էր, իհարկե պահել, այս կողմենքով ու դժվար ա եղել այն սկիզբը, բայց արդեն տարիներ շարունակ որ սովորել եմ այնտեղ, ինքնըստինքյան իմ կրթությունը ստացվել է այնպես, որ դարձել է ռուսական կրթություն, հայերեն խոսալն էլ, որ ճիշտն ասեմ, մինչև ամուսնանալս խոսում էի հայերեն, բայց այն խոսալը չի, որը որ ես հիմա եմ խոսում իրականում, որովհետև շատ քիչ բառապաշար ունեի հայերեն բառերի, քանի որ պարզա մեծ մաս ժամանակիդ անցկացնում ես դպրոցում, ընկերներդ հիմնականում ռուսախոս են, նույնիսկ եթե հայ են, ապա խոսում են իրար հետ ռուսերեն դրսում, հա, ու կարելի ասել հայերեն խոսալը ընդհանրապես նիվոյով եթե ասել, նիվո 1 էր, բայց ամուսնանալուց հետո, ամուսնուս ընտանիքի հետ ապրելուց հետո իհարկե լեզուս բացվեց, կարելի է այսպես ասել, գրում եմ, կարդում եմ հայերեն, ինքնուս եմ, այսինքն դպրոց չեմ գնացել ոչ մի անգամ, ինքնուրույն սովորել եմ թե գրելը, թե կարդալը, բառից բուն իմաստով ինքնուրույն, որովհետև ինքս եմ որոշել, որ հայերեն եմ ուզում սովորեմ, տառերը ռուսերենով գրել եմ, կողքը մամաս հայերեն տառերը գրել է, նայելով էսի այ, այսի այ, այսի բյ, այսի բյ, այսի գյա, ոնց որ սենց սովորել եմ սխալներով գրել, հետո կարդալով, մի խոսքով հիմա կարդում եմ, գրում եմ հայերեն, բայց իհարկե սխալներ եմ անում, որովհետև քանի որ չգիտեմ հայկական քերականությունը, մեր հայերենն էլ բավականին բարդ լեզու է, պարզվում է, միտեղ այս տառն ես լսում, բայց այն տառը պետք է գրես, հիմնականում ռ-ի ու ռ-ի խնդիրն է իմ մոտ, մի խոսքով, դրա իսկ պատճառով ես հայերենը լիարժեք չեմ կարողանում տիրապետել, նկատի ունեմ կարելի ասել գրելու առումով, որովհետև խոսալու առումով ես նկատում եմ, որ շատերից, ովքեր որ ապրում են այլ երկրում, օտար երկրում, շատ ավելի լավ եմ խոսում ու կարելի ասել բառապաշարս բավականին զարգացած է, որովհետև ամեն դեպքում հիմա 3 լեզու ա խառնվել իրար, դա հայերենն է, դա ռուսերենն է, դա ֆրանսերենն է, տանը խոսում ենք հայերեն, շատ վաղ լինում է բառեր, որ գցում ենք ֆրանսերեն, դա ավտոմատի տակ է ստացվում, ոչ թե ինչ-որ դիտավորյալ կամ ինչ-որ ձևականություն, իհարկե աշխատանքի տեղը խոսում եմ միայն ռուսերեն, ալիքս որ ճիշտն ասեմ ռուսական բացեցի զուտ նրա համար, որպեսզի վերականգնեմ ռուսերեն լեզուն, ռուսաց լեզուն, ինչու որտև ամուսնանալուցս հետո ռուսերեն լեզվով ոչ մեկ հետ չէի խոսացել ռուսաց լեզվով ու կարելի ասել, արդեն կարելի ասել 22 տարի ես շփում չունեմ այտենց ռուսերեն, որ նստեմ թեկուզ օրվա մեջ 1 ժամ, հա, ռուսերեն խոսեմ եւ զգացի, որ սկսել եմ արդեն ակցենտով խոսալ ռուսերենը եւ գտա, որ պետք չի կորցնել ամեն դեպքում դա եւս մեկ լեզու է, որը որ
տրվել է ինձ բախտ սովորել եւ պետք չի կորցնել, որտեվ ոնց ասում են, ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես։ Ու ես ուրախ եմ դրանով։ Դրա համար ռուսական ալիք բացեցի, խոհարարական, որպեսզի վերականգնեմ իմ ռուսերեն լեզուն։ Հիմա մի քիչ աչքաթող եմ արել ռուսական ալիքը, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ դրա իսկ պատճառով չեմ կարողանում շատ գրագետ ճիշտ գրել, բայց խոսալու առումով ինձ թվում է, որ վատ չեմ խոսում, նամանավանդ, որ նկատել եմ, որ ինչ այս ալիքն եմ բացել, իմ սիրո տանիքը, էլ ավելի է լեզուս բացվել, էլ ավելի ես ճարտար եմ դարել, զգում եմ, որ փոփոխություն ունեմ ամեն դեպքում, շատ բառեր վերհիշել եմ, վերականգնել եմ, ինչի համար ձեզ եմ շնորհակալ, չնայած այն սկզբի վիդեոներում շատ էին գալիս քարկոծում, բայց հետո երևի թե հասկացան, որ դա նորմալ է, երբ որ մարդը տարիներ շարունակ ապրում է մեկ այլ երկրում, նորմալ է, որ մեկու մեջ բառերը մոռանա ու նորմալ է, թե դու չունես հայկական կրթություն, այդքան էլ որ գիտես, էլի բան է, որովհետև ես կարա ինչպես որ շատերը մեծանալով Ռուսաստանում, պարզապես ոչ գրել, ոչ կարդալ հայոց լեզվով ու դա կլիներ նորմալ, որովհետև չեմ ապրել, չեմ մեծացել Հայաստանում։ Այսպես, պատասխանեցի ձեր հարցին, ստեղ Ժաննա Գալեչյան, հա երևի թե Սելինե ջան, բարև, Էլենա հայրեն լրիվ է հասկանում, թե կիսով չափ, ուրեմն Ժաննա ջան, շատ է լինում այդ հարցերը, դրա համար եմ պատասխանում, որտեվ ձեզ կպատասխանեի անձամբ, նկատեմ ձեր կոմենտարային, բայց որոշեցի այսպես պատասխանեմ, որպեսզի շատերը միգուցե նայեն ու նորից նույն հարցը չտան, ուրեմն Էլենը ծնվել է եւ մեծացել է այստեղ, Ֆրանսիայում։ Այս երեխան ունի ֆրանսիական կրթություն։ Երեխայի 99% շփումը եղել է ֆրանսերեն լեզվով։ Եվ հայերեն ինքը խոսում է իրանց տան հայերենով, իրանք արմատներով լեննականից են, եւ իհարկե լեննականի ակցենտը տարբերվում է Երևանի ակցենտից, հա, տենց ասեմ, ինչպես որ արտաշատի օրինակ ակցենտն էլ է տարբերվում Երևանի ակցենտից, ես իդեպ արտաշատցի եմ, հա, դրա այս պատճառով ինքը խոսում է ակցենտով, որը գալիս է մի քիչ լեննականից, որը գալիս է ֆրանսիական ակցենտից, որովհետև շատ ֆրանսիահայեր, հին ֆրանսիահայեր, այդպես ասեմ, խոսում են նույն ակցենտով, նույն մեր Շարլ Անձնավուրը թեկոս լինի, ինքը խոսում են հենց այդ նույն մեր Էլենչոյի ակցենտով, Էլենա հայերենը հասկանում է, պարզապես երբ որ ես արագ եմ խոսում ու ավելի կիրթ ոնց որ հայերենով, բառեր կա, որ չի կարողանում այդ րոպեին ըմբռնի, այդտեղ կողքից սամոս թարգմանում է, բայց ես վստահ եմ, որ դա մի քանի տարիների հարց է, հաստատ Էլենչոն մաքուր հայերենով կսկսի հասկանալ, խոսալն էլ արդեն ինչքանով որ կխոսա, դա արդեն իրեն գործն է, ոչ մեկ չի պատրաստվում իրան ստիպել, ոչ մեկ չի պատրաստվում իրան մեղադրել, այդ երեխան մեծացել է օտար երկրում, շարունակում է ապրել օտար երկրում ու նորմալ է, որ մի քիչ խեղճանում է հայերենից, որովհետև ամեն դեպքում ամեն մեկիս ընտանիքը տարբեր է եւ ընտանիք կա, որտեղ հայկական շփումը ավելի շատ է, հայկական ընկերությունն ավելի շատ է, ընտանիք կա, որ հակառակը քիչ է։ Դրա այս պատճառով երեխան լավ կամ վատ է սկսում հայերեն հասկանալ կամ խոսել, բայց ինքը հայուհի է, շատ է հպարտ, որ ինքը հայուհի է, կարելի ասել պատրիոտ է, իսկ խոսալն էլ կամաց կբացվի։ Բայց դե խոսում է։ Ահա, Քանաքարա Խաչատրյան, տենց է գրած անունը, բարև ձեզ հարգելիս, առաջի անգամ եմ նայում ձեր բլոգը, շատ հաճելի է, ձեր հարսիկը հայ է և ներող կլինեք, քանի երեխա ունեք, տեսնեք նորից գրել են ձեր հարսիկը հայ է, այո, մեր հարսիկը հայ է, մաքուր հայ է, ուղղակի ֆրանսիացու քաղաքացիությունով, որտև էստեղ է ծնվել։ Ունեմ 3 երեխա, 2 աղջիկ մի տղա, առաջինս մեծս աղջիկ է, որի մասին հենց վիդեոյի սկզբում պատմեցի, որ պատրաստվում է դառնա հոգեբան, երկրորդը Սամոսը, շատ եք տեսնում վիդեոների մեջ, մամայի տղեն, Ալյոնան էլ փոքրիկս է, որը նույնպես սովորում է, որ դառնա ապագա
վայնի ոստիկան, երևի թե այդպես կարելի է թարգմանել, ժանդարմը, չգիտեմ, եթե ուրիշ թարգմանություն կա, գրեք իմանամ, Սամոս մեխանիկա ավտոների, իդեպ եթե ապրում եք Լիոնում, եթե հանգարց մեքենայի հարցեր կլինեն կամ ինչ-որ սարքելու գործեր, կարող եք դիմել, ինձ թվում է, որ միգուցե եւ ստացվի, հա, ինչ է ուզում ասել, հա, ինքը ֆարերն է, ֆարերը շատ գեղեցիկ փայլեցնում է, տեսքի է բերում, բավականին շատ դիմորդներ ունի եւ ինքը սարքում, մաքրում, չգիտեմ, պոլիշ են անում, ինչ են անում, մի խոսքով ինքը իր անձնական փոքրիկ կարելի ասել նոր սկսված բիզնեսն ունի ու բավականին շատ հաճախորդներ ունի, ամեն շաբաթ կիրակի հեչի պես մի երկու ավտո այդ գործով է զբաղված, եթե կուզեք իր TikTok-ը ներքևում կդնեմ, կարող եք մտնել, տեսնել ավտոյի ֆարերի սկիզբը եւ հետո, եթե կցանկանաք փայլեցնել ձեր ֆարերը, դիմեք։ Այդտեղ Սամոյից ռեկլամ արեցի, չի պատրաստում, բայց ստացվեց, որ հարցը գնաց երեք երեխաների պահով։ Այդպես սիրելիներս, Թամարա Սարգսյանն է գրել, Սերինե ջան, մեր Էլենչոն ազգությամբ հայ է, այո։ Սաղ նույնն են գրել։ Արամ Գինոյանն է գրել, բարև ձեզ Սերինե ջան, ես Նարան եմ, Նարան եմ ես գրել, ապրում եմ Ֆրանսիայում, Լիլ քաղաքում, մի քանի օր է ինչ հետևում եմ, արդեն կասեք, քանի երեխա ունեք, ով է Էլենը, վաղուց եք ապրում Ֆրանսիայում, շատ հետաքրքիր է դիտել ձեզ, մերսի նախապես, Նարա ջան, ուրեմն Էլենա հայ է, ճիշտ եմ հասկացել, որ նորից նույն, չէ, կներեք, խառնեցի, հարցնում է Էլենա ով է, Էլենա իմ տղայի, Սամոյիս, ապագա կինն է, մեր ապագա հարսիկն է, հələ որ իրանք ընկերություն են անում, շփվում են, դուրս են գալիս, ման են գալիս, մեր տան են շատ ժամանակ անցկացնում, որի համար շատ ուրախ եմ, եւ որտեվ երեխաները ավելի ընտանեկան միջավայրում են, ձգտում են տանը լինել, չենք ստիպում, չենք համոզում, իրանք են այդպես ուզում, մեր ապագա հարսիկն է, այսպես ասեմ։ Քանի երեխա ունեք, արդեն ասեցի 3 երեխա ունեմ, Ֆրանսիայում ապրում ենք արդեն 15 տարի, 15 տարի առաջ ենք եկել Ֆրանսիա, շատ երկար ճանապարհ ենք անցել, եթե կհետաքրքրի մի փոքրիկ մանրամասներ, YouTube-յան ալիքս բացելու ամենասկզբի վիդեոներում կա պատմությունը, հիմա էլ չեմ անդրադառնում, չեմ պատմում, բայց երկար ճանապարհ ենք անցել, հորտուբորտ, այսպես, հա, սա չէ, սա ուրիշ բան է, Ժաննան գրել, Սերնե ջան, դուք շատ ժպտեր ես ու լավ մարդ եք, ձեր աղջիկներն են, ձեզ նման սիր ունեն, մազերը երկար, չնայած վլոգներից մեկում այդ հարցին պատասխանել եմ, երևի թե, բայց մի հատ էլ կպատասխանեմ, իմ նման ժպտերես չեն, ես մեկ-մեկ ինձ թվում է մի քիչ չափից շատ եմ ժպտերես, երևի թե այդ իմ ժպտերեսությունը եկել է աշխատանքից, շատ չափից շատ ժպտերես լինելը, որովհետև ես ինքս ինձանով բնավորությունով այդպիսին եմ եւ սիրում եմ ասել, խոսալ, կատակել, ծիծաղել, հա, չեմ սիրում նամրոտ մարդ կանց որ sense միշտ խուր են, միշտ ինչ-որ բոլորս էլ ունեն մենք խնդիրներ մեր տանը, մեր ասենք կյանքում, հա, այդպես ասեմ, եւ չեմ սիրում, որ անդադ այդ խնդիրներն են ցույց տալիս եւ ոնց որ անկախ քեզնից այդ մարդը, որ դիմացդ նստած ինքը sense տխուր դժբախտ դեմքով ու նամրոտ միշտ նվնվալով, կարելի այդպես ասել, այդ տեսակ մարդուց դու վատ էներգետիկա ես վերցնում եւ քո օրն էլ ինչ որտեղ դառնում մի քիչ ավելի ծանր, տխուր ու անիմաստ։ Դա համար գտնում եմ, որ իմաստ չունի փոխանցել վատ էներգետիկա, իմաստ չունի փոխանցել վատ տրամադրություն, անկախ նրանից թե այդ պահին կարող է շատ մտածմունք ունենա այդ տվյալ անձնավորությունը, որը որ ես եմ, բայց դրա հետ մեկտեղ միշտ փորձում եմ լինել ժպտերես, փոխանցել միմիայն պոզիտիվը,
Եվ իհարկե հաճելի տրամադրություն, որովհետև բոլորս էլ ունենք մեր անձնական տան ինչ-որ մտածմունքներ, ոնց անենք, ինչ անենք, էսի սենց ենինենց, բայց երևի թե երբ որ գալիս ենք հասնում ենք YouTube-յան ալիք, դիտելով ինչ-որ մի բան, ուզում ենք մեր առօրյան ցրենք, մեր մտածմունքներից մի քիչ այս կողմ այն կողմ լինենք եւ չասենք, հա, տես ինքն էլ այդ խնդիրը ունի, ոնց որ ես, հա, տես, ոնց որ ձեր նույն խնդիրը կոպիտ ասած դուք նորից վերապրեք ինձ հետ մեկտեղ։ Դրա համար միշտ փորձում ենք պոզիտիվի վրա լինել, չնայած իրականում այդպիսին ենք, որ ճիշտն ասեմ, մեր տունը միշտ ծիծաղ է, հատկապես իմ կողմից, կատականել իրար հետ ինչ-որ մի հումոր անել, այսինքն մեր տան մթնոլորտը հենց այնպիսին է, ինչպիսին որ մենք ձեզ ներկայացնում ենք, աղջիկների ժպտերս լինելը իմ չափ չէ, որովհետև ամեն դեպքում իրանք մի քիչ ուրիշ ձևի են, հələ որ ջահել են, ջահելները մի քիչ ավելի զուսպ են իրանց պահում հիմիկվա, բայց էլի նույնջև կատակասեր, մեծ աղջիկս կատակասեր, ասել, խոսել, ծիծաղալ, նման է շատ բաներով, բնավորությունով ինձ, բայց շատ բաներով էլ Արմենին է նման, սենց ավելի սենց զուսպ ու ավելի սենց տարիքից մեծ է իրան ցույց տալիս, բայց ոնց որ երկուսից նման է, բայց ինձ նման չի։ Իսկ Ալյոնան հələ դեռահասական են տարիքում է, հələ չենք հասկանում իր այդ բնավորությունը, ոնց է իրականում լինելու, մի քիչ սենց իրոք դեռահասի շրջան է անցնում, որը որ երկու երեխաների դեպքում չէի նկատել, բայց Ալյոնայի դեպքում նկատում եմ, դրա համար Ալյոնայի մասին չեմ կարող ասել դեռ ում նման է, բայց հենց փափուկա, կգա, կփաթաթվի, մամա ինձ ասма փաթաթվել է, ինձ փաթաթվելու կարիք ունեմ։ J'ai besoin qu'elle ասма ֆրանսերեն, այսինքն ինձ անհրաժեշտ է փաթաթվել, հա, երևի թե այդպես կարելի է թարգմանել, կգա կողվի վզիցս իմ բոյին է իմիջալոց իմ աղջիկը 16 տարեկան է, բայց լավ բոյով է, քաշել է իր տատիկին, ամուսնուս մամային, հա, ու կողվում է, ու կպնում է ու մնում ասում, ես էլ բնավորությունով երկար միտեղ տիտիկ չեմ տալիս, չեմ սիրում երկար նստել, ասում Ալոնա, Էրիկա, թողելնեմ, ինձ մի բան տարկի, հա, իսկ մազերի առումով ժողովուրդ, ես երկար մազեր չունեմ, իմ մազերը աճեցրած էր, հիմա արդեն հանել եմ, իմ մազերը այսքան է ընդամենը, այսպես կարճ, եւ կարելի ասել բավականին նոսր, որովհետեւ շատ է թափել իմ մազերը, շատ դա երևի թե մի 10-12 տարի առաջվա պատմություն է, շատ մեծ ստրես եմ ապրել, Ֆրանսիայի հետ կապ չունի, թղթաբանության հետ կապ չունի, դա կապ ունի առողջականի հետ, ոչ ինձ հետ, ու շատ մեծ ստրես եմ ունեցել, կարելի ասել մեկ ամիս ոչ քնել եմ, ոչ հաց եմ կերել, այդ ընթացքում մազերս բավականին սպիտակեց, թափվեց, ես շատ նիհարել էի, մի խոսքով դրա իսկ պատճառով մազերս մի քիչ նոսրացել են, բայց կարևորը առողջ լինենք, հարազատները կողքի մեր առողջ լինեն, մեր հայ ազգը լավ լինի, պատերազմ չլինի, մազերն է թո նոսր լինի, սկզբից մի քիչ ծանր է տանում, որ մազերս նոսրացել է, բայց հետո հասկացա, որ դա չի կարևորը, հա, իսկ իմ բավականին շփման այդ ձևը, մարդամոտ լինելը, ազատ լինելը, դա գալիս է իմ աշխատանքից ժողովուրդ, որովհետև այստեղ Ֆրանսիայում ընդհանրապես աշխատողները շատ նույնիսկ կոմերսի, այսինքն խանութի, ինչ-որ վաճառքի ոլորտում աշխատողները շատ վաղ ցույց են տալիս իրանց բարեհամբույր լինելը, հա, ժպտերես լինելը ու դա երևի թե եկել է հենց խանութից, որ ես ձեռք եմ բերել տարիներ շարունակ ու շատ հեշտ թե առաջ մինչ աշխատելս ես շատ ամաչկոտ էի, շատ քաշվող էի, կարող է գնայի հյուր նույնիսկ հաց չուտեի, որովհետև ամաչում էի, նոմանդ եթե մի երկու անծանոթ էր լինում վերջ, ես լրիվ էի կաշկանդվում, բայց այս աշխատանքի շնորհիվ, որը որ արդեն 8 տարի աշխատում եմ, կարելի ասել, որ այդ առումով դարձել եմ լրիվ աներես, ինչու, որովհետև յուրաքանչյուր անծանոթ անձնավորության հետ ես կարող եմ հանգիստ մոտենալ ու շփվել։ Այսինքն ինձ դժվարություն չի ոչ մի կետ շփման մտնելու հետ, հա։ Դրա համար ես հենց ասող խոսացող ու ամիջական եմ ու ոնց որ կամ այդպիսին եմ։ Ձևական ոչ մի բան չեմ անում, ձևական չեմ ծիծաղում, ձևական չեմ շարժվում, ոնց որ ես այդպիսին եմ, ոնց որ կամ ոնց որ գործի տեղն են ասում են դու շատ լավ դերասանուհի կլիներ, որովհետև դու շատ լավ միմիկա ունես դեմքի, այսինքն քո դեմքի արտահայտությունից, շարժուձևից, հայացքից, ոնց որ
ոնց որ դերասանները, հա, բայց լավ իմաստով էին ասել իդեպ։ Հանգարց չասեք ուրիշ բան։ Սա էլ այդպես մի քիչ երկար ստացվեց ոնց որ դեմ։ Այստեղ նորից Ժաննան ա գրել, նույն գրողը, քեզ քույր եղբայր, հայր, մայր, կիսուր, կիսրար չես ներկայացնում, էդ էլ մի բլոկ կլինի։ Երևի թե որ մեկ ուրիշ կոմենտարյաներ չունենայիք, Ժաննա ջան, ինձ թվում է միգուցե ձեր այս կոմենտարին մի քիչ ուրիշ ձև արձագանքի, որտեղ գրման ձևը այդքան էլ տեսակ ճիշտ չէր, ասենց մի տեսակ էր, այդ էմոցիան զգացի ամեն դեպքում, միգուցե դուք այդ բանով չեք գրել, բայց այդ տիպի ինչ-որ մի բան զգացի, եթե վաղուց չեք հետևում, ապա միգուցե չեք տեսել, չգիտեք, եթե կուզենաք հետ գնացեք Հայաստանի վիդեոներ եւ կտեսնեք, որ կիսուր եւ կեսրար ունեմ ու իրանք ապրում են Հայաստանում եւ այս անցած տարի որ գնացել ենք իրանց անակնկալ արեց հատկապես ամուսինս, քանի որ իրանց տղան ու վստահ եմ որ իրան ավելի շատ են կարոտել դրա պատճառով անակնկալ արեցին, գնացինք, շատ հուզիչ վիդեո էր ստացվել իրականում ունեմ եւ ապրում են Հայաստան, ապրել են որոշ ժամանակ Ֆրանսիայում, հետո վերադարձել են Հայաստան, իսկ իմ կողմից ունեմ մայրել, հայրել, քույրել, եղբայրել, բոլորը ապրում են Ռուսաստանում, ինչպես որ ասեցի, ես էլ եմ փոքրուց ապրել Ռուսաստան, արդեն ինչքան կլինի, ժողովուրդ 30 տարուց ավել ապրում են Ռուսաստան, քիչ չի 30 տարուց ավել ապրում են Ռուսաստան, քույրս վարսահարդար է, պապաս մեխանիկ է, ոնց որ Սամոս ընտրեց պապի ճանապարհը, բայց միաժամանակ ինքը պապին երբեք չի տեսել, պատկերացնում եք, մեխանիկ է, մամաս աշխատել է Արտաշատում գլխավոր հաշվապահ, Ռուսաստանում չի աշխատում, հիմա այս պահին չի աշխատում, Այսպես, աղբերս պապայիս հետ է աշխատում, գարաժում, պապաս մինչև հիմա աշխատում է, 1950 թվի ծնունդ է, բայց մինչև հիմա աշխատում է, աշխատասեր, ճտպետ պապա ունեմ, մի խոսքով տիտիկ չի տալի, ոնց որ ես, շատ նման ենք իրար այդ առումով, նույնիսկ նախանցած տարի որ գնացել ենք Հայաստան, մի վարքյան չէր նստում, մեկ պապան նստացը, պապան գնաց, պապան եկավ, պապան գնաց, այդ էլ շարժուն մարդ է, ունեմ իհարկե ծնողներ էլ ունեմ, քույր ու եղբայր էլ ունեմ, ամուսինս էլ ունի ծնողներ, քույրիկներ էլ ունի, ունենք Փառք Աստծո ու իհարկե մեզանից հեռու են ապրում։ Ես որ անկեղծ ասեմ, արդեն սովորել եմ, որովհետև ինչ ամուսնացել եմ 17 տարեկանից, որ ամուսնացել եմ, այդ վաղվանից ապրել եմ ծնողներիցս, քույրիկիցս, եղբայրիցս հեռու, այսինքն մենք ապրել ենք Հայաստան, իրանք Ռուսաստան, հաճախ չեմ տեսել կարելի ասել եղբորս նույնիսկ ամուսնանալուց հետո չեմ տեսել, հետո եկել ենք Ֆրանսիա ու իհարկե Հայաստան երկար տարիներ չէին գնում, չեմ տեսել ցավալի է, բայց սովորել եմ արդեն ու որ ասեմ սենց ահավոր մեծ կարոտ եմ զգում ու կարոտում եմ, սուտ կասեմ, ձևականությունը երևի կլինի, այո, կարոտում էի շատ, որ այստեղ էի ու չէին կարողանում գնալ տեսնել, այդ վաղտ արդեն կարոտը խեղդում էր, բայց ինչը սկսեցի գնալ գալ եւ տեսնել, արդեն հանգիստ եմ եւ ճիշտ է կարոտում եմ, բայց դա այն կարոտը չի, որ կարելի ասել գիշեր-ցերեկ նստում եմ մտածում եմ, որ մերոնց հետ չեմ, մերոնց կողքին չեմ, հետո տարիների ընթացքում սովորում ես արդեն, երբ որ դու քո ընտանիքն ունես ու քո ծնողներից տարիներ շարունակ, երբ որ կարելի ասել ավելի շատ այն վաղտ ուներ իրանց կարիքը, իրանց, որ իրենք քո կողքը լինեին, ինչ որ չափով խոսքով աջակցեին, հա, չեն եղել քո կողքին Հիմա արդեն այդ խիստ անհրաժեշտությունը չի զգում, այդ առօրյայի մեջ շատ վաղտ մոռանում եմ, որ իրարից հեռու ենք ու կարելի ասել ամիսներով չենք տեսել։ Դա ինձ կհասկանան երևի այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հեռու են ապրում։ Միգուցե հասկանան, չգիտեմ։ Մի խոսքով։ Սա երևի հին արդեն հարցեր են։ Հա, սրանք արդեն հին սկրիններն են, իդեպ պետք է ջունջեմ, որովհետև, թե չէ նորից ու նույնը չեն կարդալու։ Դե ինչ ժողովուրդ հուսով եմ երկար շատ չտևեց իմ հարցերի պատասխանը, հուսով եմ ձեզ հետաքրքիր էր։
Հիմա ես թողեմ ձեզ իմ Ժուլիենի հետ։ Ժուլիենի ու իմ հետ, բայց ուրիշ սերիների հետ, որտեղ դա նկարահանվել էր 3, բայց այսքանը նկարահանվել է այսօր։ Հուսով եմ ձանձրալի չէր իմ վլոգը։ Փոխանցում եմ մյուս սերիների խոսքը։ Դե ինչ, անցանք խոհանոց, որպեսզի պատրաստենք մեր սիրելի Ժուլիենը։ Ինչ ուզում ասել։ Իրականում ամեն ինչ պատրաստ է, ամեն ինչ կտրտված է, ամեն ինչ կտրատված է, որովհետև ինձ թվում էր, որ ես միացրել եմ իմ կամերան եւ ես խոսեցի, պատմեցի երկար-բարակ եւ պարզվեց վերջում, որ ոչինչ չի նկարահանվել սիրելիներս։ Հիմա նորից եմ կրկնում ամեն ինչ, որ ասում եմ գիժ ենք պարապում։ Դե ինչ, հավի դոշը ես այսպիսի փոքրիկ խորանարդիկների եմ կտրատել, բայց դուք չեք տեսել։ Այսպես մանր սոխը կտրատել եմ նաև շատ մանր քառակուսիների, սունկը կտրատում էինք իբրև թե միասին, բայց չկտրատեցինք միասին, այսպիսի կտորների, իրանք սենց մեծ սնկեր էին, պատմում էի, երբ որ մտածում էի, որ նկարում եմ, պատմում էի, որ մանր սնկերը ես ու իմ մեծ աղջիկը կերանք եւ մնացել էր մեծերը, դրա համար մեծերով եմ պատրաստում, կարելի ասել մոտավորապես 6 միջին սունկ է, 1 կիլոգրամ 700 գրամ միս է, հավի դոշ է, կրծքամիս, սերուցք է, իդեպ նոր որ մտածում եմ նկարում եմ, սերուցք բառը մոռացել էի, որ սմա չկա չարիք առանց բարիք, հիմա հիշեցի սերուցք, թե չաս մեզ սլիվկա, մեզ պետք կգա կաթնաշոր, մեզ պետք կգա մի փոքր կարակ, զեյթունի ձետ, աղ, զեդիբար, մի փոքր սխտորի փոշի, միգուցե նույնիսկ եթե ցանկանում եք մի փոքր կարմիր կծու բիբար, բայց ես չեմ անում, մոցարելան իբրև թե միասին ծորկայեցինք եւ ես պատմում էի, որ ժամանակին շատ հաճախ պիցա էի սարքում եւ իմ տղան իհարկե միքսերից վրա ծորկա կա, այդ ծորկայով էր միշտ աղում սամոն, ավելի լավ ու արագ էր ստացվում։ Ես դա ծորկանելուց ձեզ էի պատմում, բայց չնկարահանվեց եւ էմոտալ պանիր, որը մեզ նաեւ պետք կգա։ Դե ինչ, անցանք դեպի պլիտա ու անցանք գործի։ Կամերան անջատվել եւ չփոխանցեց այն ինչ որ ես խոսում էի ժամեր շարունակ, բայց դե ոչինչ, միացնում ենք թավան լավ տաքացնում ենք եւ ավելացնում ենք մի փոքրիկ զիթայրուղ եւ կարակ իհարկե։ Նա որ պետք է մեզ դրում եմ սա կոկոս, այն ինչ որ պետք է արդեն նախապես Պանիրը վերջում կդնեմ ժողովուրդ, դե ինչ լավ տաքացել է, ավելացնում եմ մի փոքրիկ, շատ չեմ անելու իրականում թե ձեթը թե կարակը, որպեսզի շատ յուղոտ չլինի, քանի որ ինքը արդեն պանիրով ամեն ինչով շատ յուղոտ է, բայց իհարկե այնպես է պետք անենք, որ շատ, այսպես, տեսակի կքանի տաքսի, այսպես խառնենք, որ մեկ լավ ինքը Դիպլիտան իջացնեմ, մաքսիմումի վրա է գրել, ունենք 7, վերցնենք գթալ, այսպես լավ, խառնենք, դիսը վարենք, որ ավելի լավ խառնվի, ժողովուրդ, լավ խառնեցինք, լավ հալվեց ամեն ինչ, հիմա այստեղ ավելացնում ենք սոխը, Սոխը երբեք մի լցրեք, երբ որ հələ կարակն ու ձեթը լավ տաքացած չեն, ինչի որովհետև սոխը հատկություն ունի քաշել իր մեջ եւ խաշվել, հա, երբ որ չի կարողանում դաղվի, սկսում է խաշվել։ Դրա համար գերադասելի է, որ կարակը կամ ձեթը լավ տաքացած լինեն, նոր խառնենք այս ամենը միասին։ Հիմա մի փոքրիկ խառնենք։ Ես ստերից պետք է հետո մի փոքրիկ վերցնեմ իրականում, որովհետև իմ երեխաները ասեցին թե սամպով չեն ուտում, սամոնն ու ալունան սամպով չեն ուտում, նանիքն էլ իրականում սունկ չեն ուտում, այս վերջերս է սկսել ուտել, ու ասում եմ, շատ տարօրինակ ասում եմ, որ սունկը տանը չի կարողանում, հիմա շատ եմ սիրում։ Ասեցի բա։ Թոքսան մի քիչ սկսի կարմրել, երբ որ սկսի կարմրել հավի դոշը կտեցնենք, կհամենենք, սաղ կանենք,
երբ որ արդեն սնկի ժամանակը կգա, սնուկը առանց սնկի մի քիչ այստեղ կդատարկեմ։ Պատրաստ է։ Հիմա այստեղ անում ենք աղ։ Եվ աղեցեք Ֆրանսիայի աղերը շատ աղի չեն, այնպես որ աղի չի լինի։ Ձետ պղպեղ։ Սխտորի փոշի, աննշան, ուղումներ մեջը։ Աննշան, բայց բավականին նշանով։ Կարող եք իսկական սխտոր, այսինքն թարմ սխտոր, բայց խորս չեմ տալիս, սենց ավելի լավ է։ Ուտելուց հետո սխտորի շահաճի երջացողությունը չի լինում։ Անա, վերջ, հիմա ավելացնում ենք հավի դուշ։ Կամ հավի կրծքարիսը, ոնց ուզում եք, այդպես էլ ասեմ։ Դուք ձեր հավի դոշը։ Ես կողմ դրա, որ մի անգամի կուղարկեմ մեքենայի մեջ։ Հիմա խառնում ենք։ Այս խաղան շատ հարմար է դեպքում։ Մատեսած սնքել իհարկե լուծնել էստեղ, բայց հիմա չեմ լուծնում, միատեսի սնք խառնում։ Մի փոքրիկ։ Հրապարկը վարենք, դեղ մի քիչ ձեթանեմ ավել, որովհետև որ ես մի քիչ ուրիշ տարայա կչի հանկար։ Եվ մի փոքրիկ է կարակ էստեղ։ Այստեղից մի անգամից կլցնենք այստեղ։ Որտեսի երեխաները, եսեք արդեն համերը պատրաստ է հավի դոշը, բայց յակի է ժամանակ ունի պատրաստվելու։ Սաղավեց, այստերից վերցնում ես, վերցնում ես տերներ, Այստեղ մի քիչ իջացնում արդեն։ Տեսնում եք, թե երկու սրոնդով եմ աշխատում, որովհետև մեր տանը այսօր դերասաններ են, ինչպես երևի թե բոլորի տանը, ամեն ինչ չեմ ուտում։ Սա խառնեմ, ինչ սա խառնվի, իհարկե։ Սա արդեն էստեղ ես կավելացնում եմ ինչ պետք է։ Այսինքն սլիկա, մի փոքր և սմեջա։ Սմեջա և սլիկա։ Սա արդեն կգնա սրա մեջ։ Սա թողում ենք, որ երկրի, իհարկե, ու արդեն կարակը կկարնենք հետո։ Սա արդեն փիչեցի թողենք սրա համար։ Սա կարնենք սրանով, որհել մի քիչ սունկը պետքա կարների ժարմինի։ Հենց արագ այն մոտ, չգիտեմ, իմ գլիենը շատ արագ է։ Ահում ճանշտոք եկավ արդեն։ Թե ասում եք, ես չեմ գիտեք, ես ոնց դիետա խաղեմ։ Հիմա ես ոնց կարամ ես ժուլիենը չուտեմ։ Չեմ կարամ։ Չենց մենց խիստ դիետա չեմ խաղում, ուղղակի քաղցրն եմ վարդարել ու հացը։ Ասել խիստ բան չի, էլի ես դիետա չի։ Մի փոքրիկ վարդարել եմ քաղցրը։ Ու պատկերացուք այդքան շատ խիստ չեմ զգում կարիքը, ինչպես որ կարծում էի։ Վերջ սունկը փոքրացա, նացա լիբու, դա
այլ է պատրաստ, շատ չեմ անում իրանց համար, իրանք արդեն ջերել են, այնքան որ փորձելու համար, կարելի ասել, սա սնիպան մնաց, գլուխները ստարավ, խշխշոցը չէ, ստե ինչա, ինչ-որ բան են երեխեքը պատրաստել է սմետանից են վերցրին, սև ինչ-որ բան ամեջ է, ոյ, այսօր թրծվեցի, վերջ, սմետանից, հարցերը լուծեցինք, խառնում ենք ու թողում ենք իհարկե եփվի մի փոքրիկ ու հետո արդեն կավելացնենք պանիրը ու ինքը կխտանա արդեն, թողենք քիչ երա, սա նույնպես, այն որ Ժուլիենը արդեն ինքը համարյա պատրաստ է լինում, այնքան որ պետքա դնենք, որ պանիրը հալվի երեսից կարում ենք ու հանենք, դրա համար թողում ենք, որ քիչ եփվի, սա իջացնենք 4, սա իջացնենք 5, թողենք քիչ եփվի։ Ժողովուրդ, անուշկոտերը ընկել արդեն։ Վերջ ժողովուրդ, համարյա պատրաստ է, հիմա էստեղ ես արդեն կլցնեմ մոցարելա պանիրը, բավականին խտացել է արդեն սոուսը, սենց ցույց տամ, երևի, նայեք խտացել է, ու միսն էլ երթել է, ես չեմ կարծում, որ չի հոպել է, վերջ, այստեղ էլ այրել, ենտեղ էլ այրել, հիմա լցնեմ արդեն պանիրը, այստեղ, արդեն անջատ եմ, լցնում ենք պանիրը, բայց երևի թե մի քիչ ծուղ է, չգիտեմ, լավ կերևա, վերևից երևի թե մի քիչ հետո կվերցնենք ձորկային, որովհետև ինձ թվում է, որ բավականին չի, այստեղ սոուսը մի քիչ շոտով, բայց տեսնենք, սոուսը մի քիչ շատ է, միացնի մի քիչ էլ քաշի սոուսը, թող քաշի, մենք դեմ չենք, բայց երևի էլի պանիր բերեմ ձորկայեմ, որովհետև սա քիչ է, կարծեմ պանիրն են, բայց գիտեք, ձորկան ես գցեցի լվանալու արդեն մեկ վարկյան, սրանից մնացել ալեցնենք էստեղ, որ այս սրա մեջ սա գնա, լավն է, հավեսին է արդեն, սրա մեջ մի քիչ էլ հեսա կավետացնենք, վերջ, այստեղ ձորկա արեցի նորից պանիր, սա, հիմա պատրաստենք, Սամոն ասեց հիմա կուշտա չի ուտի, հիմա չի կլեմ, կսարքենք, ոչինչ դուր մնա վաղը կարող են տաքացնել ուտել, նայք ոնց է ծորում, լցնեմ, ու վրայից նորից մասկարպոն պանիր պետք է լցնեմ, մասկարպոն, մոզարելա պանիրը պետք է լցնեմ, որովհետև իրանք ուրիշ ձև չեն ուտում, որ չեն ուտում, հիմա Սամոնեսի որ տենը չնայած կարող ախորժակը գա, մի քիչ շատ է ոնց որ թե սարքել երկու ամամի համար, բայց ոչինչ, չնայած չի շատ չի ոնց որ թե երեսից էլ պանիրը կլինի, երևի թե երկուսն է կարող ալունը հավեսի ինգենի ուտի, եթե Սամոն կուզի վաղը իր համար կպատրաստեմ, ինչ անհարմար է լցնելը չէ, որ սենց պանիրը ծովում է, լավ, այսքան է կլցնեմ այն մյուսի երևի համար, չնայած այն մյուսներն եմ շատ սարքել, ոյ, այս պանիրները, վերջ, սա ալյումնայինը
ու կարելի ասել սամոյին է, եթե կուտեն, սենց երեսից պանիր ենք անում մի փոքրիկ, հուսով եմ չի հելնի թափի, որտև շատ եմ գծրել, անկուշտի պես։ Սա մեկ, սա հեսա կգնա եփվելու որն այնքան որ պանիր է երեսից կարմրի, էտա, եփվելու բան չկա, սա այսպես, հիմա Եմ որ ասում է մեր ժուրիենը, բայց ինձ թվում է այն երկու ամանն էլ պետք է բերեմ, որովհետև ինձ թվում է, որ սա բավականին շատ է։ Եկեք սա լցնեմ, էլ ես ափսոսա։ Խաբենք։ Կարելի է փոքր շերեքում լցնել, չէ, բայց իրականում սենց ջրիկ ալա, որ ինքը հետո արդեն բան լինի։ Ջրիկ էլ չի, բայց ուտելուց, որ հաճելի լինի։ Սրանց մի քիչ եմ անում։ Կարող եք պահել, հետո տաքացնել, վրան պանիր անել, դնել դուխովկա, երևի թե ես այդպես եմ կանեմ։ Ոյ։ Պանիրները շատ փիծ բան են։ Որտեղ բավականին շատ է ու հիմա այդքան չեն ուտի դա համար կարելի չկա մի անգամից շատ սարքել դնեմ սառնարը եթե կուզեմ նանիկը չէ որովհետև նանիկը սա բաղանից գնում է ուրիշ քաղաք ստաժերով կանելու այստեղ չի լավ սա արդեն կպատի Եկ ամիս գնալու է գա, մնալու է այնտեղ, գալու է, գնալու է, մի խոսքով մեր աղջիկը դառնում է օտար քաղաքացի այնտեղից որ չվարվի, կվարվի իհարկե, արդեն մի քիչ կսվելով, սրանց վրա որ շոտ եմ լցրել, սրանց աղով շոտ են ժողովում, կայի տարակություն, վերջ, հիմա Կարքեն ես որպես պանիրը դերիցանեմ, չնայած ես էլ պանիրը լինելու Էստեղ մենք անում ենք մի փոքր մոցարելա, մի փոքր պարմեզան մոտ լիքը պանիր սամոն շատ է սիրում Պանիր ու ես չեմ զարմանում, հիմա սոված չի ուղղակի ոչինչ վաղը իր համար կսարքեմ թող փորձի անցած անգամ որ սարքեցի էլի սնկով էի սարքել ու երեխան չփորձեց սունկ չի սիրում նույնիսկ մի անգամ խաբել եմ ասեցի սնկով չի կեր մեկը ինքը զգում է որ սունկը աղի չէ որ ասում եմ իրան խաբել չի լինի Վերջը ստեղ լցնենք մի քիչ Չէ, հորացա, էմոտան պանիր կարող եք դաժե մի քիչ պարմեզան լցնել էլի համով ոնց որ օրինակի համար լազանյայի վրա դնում ենք դուխովկի ընդամենը երևի մի 5-6 րոպե ու պատրաստ է արագ համով Եվ իհարկե սևան դնելու համար է շատ լավ բան է, այսինքն սենց նախորդ նախապես պատրաստեք, հենց հյուրը գալիս է դնեք ջերոց վերջ սիրելիս Սա եղավ, հիմա ուղարկում ենք ջերոց ու սպասում ենք հենց պատրաստ լինի, հանդիպում ենք Անժողորդ պատրաստ է, շատ չեմ կարմրացրել Շատ տաքավի, մի որոշ ժամանակ թողեցի, որ սարի, ես ամենաշատը, որ լցրել եմ, հելերա խապել ամեջից յուղը Եկեք ամենակիչից փորձեմ, որ երևի ավելի քիչ սարած, ավելի քիչ շատ սարած լինի Բերեք, պտածենք ինչի մեջ դնենք Երևի սրա մեջ դնեմ, մի հատ փորձենք ու
ու այսքանով ավարտենք մեր վլոգը, բերեմ մոտեցնեմ ձեզ, որ տեսնեք իրա ոնց է ինքը հիմա իրա գործն անելու, շոտ տոքո իրոքոն, ուй, չեք տենում, նայեք, հլը տակա, այսենց մեր Ժուլիենը պատրաստ է, վերջ սիրելիներս, հիմա ես գնում եմ նստեմ, նայեմ միատ գեղեցիկ ֆիլմ և ուտեմ իմ Ժուլիենը, անդեղ նանիքն էլ ասոված, սպասում եմ, որ ես ավարտեմ, որ կա ուտիվ, շնորհակալություն, որ դիտեցիք, հուսով եմ, որ հետաքրքիր էր ու հուսով եմ, որ ծանրալի չէր, ինչպես միշտ ուղարկում եմ ձեզ, պաչիկ։